Ռուսաստանում ասելով հայ-ռուսական հարաբերություններ նկատի ունեն հայ ժողովուրդ եւ Ռուսաստան, ոչ Հայաստանի Հանրապետություն եւ Ռուսաստան, ուշադրություն դարձրեք, որ Պուտինը համառորեն խուսափում է Հայաստանի Հանրապետություն բառն ասելուց, նա մշտապես խոսում է արմյանսկի նարոդի մասին, հայ ժողովրդի մասին, մշտապես խոսում է, թե հայերը իրենց երկրում ավելի շատ են, քան բուն Հայաստանում եւ այլն, թեև դա որևէ նշանակություն չունի, եթե Հայաստանի Հանրապետությունում եզդիներն էլ կամ մասօրիներն էլ շատ լինեին, ապա սա նրանց հանրապետությունն էլ է, այնպես որ իսկ այն մարդիկ, ովքեր Ռուսաստանի դաշտում են, Ռուսաստանի քաղաքացի են, այնտեղ հարկ են մուծում, այնտեղ պատերազմ են գնում, այնտեղ ապրում են իրենց ամբողջ կյանքը, միևնույն է նրանք Ռուսաստանի դաշնության քաղաքացիներ եւ Հայաստանի Հանրապետության հետ կապ ունեն այնքանով որքանով, այնպես որ Պուտինի այդ մոտեցումները ակնհայտ մանիպուլյացիա են իրենց մեջ պարունակում եւ հայ-ռուսական հարաբերությունները ասելով հասկանալը հայ ժողովրդի եւ Ռուսաստանի հարաբերությունները նույնպես մանիպուլյացիայի դաշտում է։ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի դաշնության հարաբերությունները որպես միջազգային հարաբերությունների երկու սուբյեկտներ, այո, այսօր պատմական սկսած 91 թվականից պատմական ամենավատ վիճակում են, բայց նորից ռուսները իրենք պետք է կամ Կրեմլը ինքը պետք է իր մեջ փնտրի դրա պատճառները։